ՔՊ աշխատակազմից նախընտրական ցուցակի թեկնածուներին ասվել է, որ կուսակցության կենտրոնական գրասենյակ ներկայացնեն падգամավորության թեկնածության համար պահանջվող համապատասխան փաստաթղթերը, որպեսզի փաթեթները սկսեն կազմել ԿԸՀ դիմելու համար։ Մեզ ասացին, որ 100-րդ հորիզոնականից ներքև գտնվողներից շատերը կամուկացի մեջ են դիմել թե չդիմել։ Բանն այն է, որ ՔՊ-ում խոր կասկածներ ունեն, որ կարող են հունիսյան ընտրություններին մեծամասնություն ստանալ եւ հավակնել падգամավորական մանդատի։ Ուստի մտածում են արժե ընդգրկվել ցուցակում։ Ընդ որում խոսքը գործող որոշ падգամավորների մասին է, որոնց մտերիմները համոզում են շարից փորձանքից հեռու լինելու համար թղթերն ու դիմումը ներկայացնել, որ Փաշինյանը հիմա էլ իրենց նկատմամբ հետապնդումներ չսկսի։ Ներկուսակցական քարոզարշավի անվան տակ վերջին շաբաթներին մարզերում գաստրոլների դուրս եկած ԿՊԱ-ականները պարզվում է ամենաշատը տպավորված են Գեղարքունիքի մարզի ընդունելությունից։ Մեզ ասացին, որ իրենք էլ չեն սպասել նման ջերմ եւ մարդաշատ ընդունելություն, հաշվի առնելով, որ պատերազմից հետո ադրբեջանական զորքերն օկուպացրել են մարզի որոշ դիրքեր, սոտկի հանքի աշխատանքները կաթվածահար են արել եւ թշնամին էլ ամբողջ օրը խոսում է Գյորջայի, Սևանի, Ափինիր հանգրվանելու մասին։ Փոխարենը ըստ մեր զրուցակցի խայտարակված վերաբերմունքի են արժանացել Լոռվա մարզում, մինչդեռ մարզպետ Արեն Մկրտչյանն ուրախ ավտոբուսի ուղևորներից է եւ ներքպական քվեարկության ժամանակ ամենաշատ ձայներ ստացած մարզպետն է՝ մոտ 500 ձայն։